Գյումրու բազմաֆունկցիոնալ հիվանդանոցի կառուցման աշխատանքներն իրականացնում է Միլաքս գրուպ փակbaşնետիրական ընկերությունը։ Կատարվել է շուրջ 11 միլիարդ դրամի ներդրում։ Աշխատանքներն ըստ Աշխե Կանուշավան Ալեքսանդրյանի ընթանում են նորմալ տեմպերով։ Շինաշխատանքներում ներգրավված է մոտ 80 աշխատող։ Հիմա բժշկական կենտրոնում ընթանում են ներքին հարդարման աշխատանքները։ Ավարտվել է նկուղային հարկի շինարարությունը։ Եթե եղանակային պայմանները խոչընդոտ չհանդիսանան, ապա հիվանդանոցը շահագործման կհանձնվի ձմռանը։ Եթե նման տեմպը մենք պահպանենք, ինչպես հիմա է, բնականաբար ստացվի, որ դեկտեմբերի, այսինքն տարվա վերջին հասնենք։ Կառուցությունների արդեն ավարտական ստադիայի մեջ ենք մտել, իսկ զուգահեռ դրան գնում է ներքին հարդարման աշխատանքներ, ինչպես նկուղային հարկը, որը արդեն կարելի ասել 80%-ով է պատրաստ, իսկ առաջի հարկը, եթե նայեք, կտեսնենք, որ այնտեղ ամեն ինչ նույն էտապը մոտավորապես 40%-ով է կատարված։ Ինչպես հայտնի է, բազմաֆունկցիոնալ կենտրոնում տեղակայվելու են Գյումրու Սամարիթեր, մարզային եւ վիրաբուժական հիվանդանոցները, իսկ սա նշանակում է, որ կադրային կրճատումներ 3 հիվանդանոցներում էլ կլինեն։ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետն ասում է, թե կկրճատվեն հատկապես վարչական մասի աշխատողները։ Դեռևս հայտնի չէ, թե նախկին բուժ հաստատությունների շենքերը հետագայում ինչ նպատակի են ծառայելու։ Կառավարության որոշում դեռևս չկա, տեղեկացրեց Հովհաննես Հովհաննիսյանը։ Խուսափել մասնագետների կրճատումներից հնարավոր չի լինի, կառավարության պահանջն է։ Այո, կարող են լինել եւ բուժաշխատողներ եւ ադմինիստրատիվ ճակատի աշխատողներ, որոնք կարող են մնալ առանց աշխատանքի։ Իհարկե ցանկացած աշխատանքի տեղի պակասը իհարկե բացասական կառավարդառնա մարդկանց տրամադրության վրա, մթնոլորտի վրա, հասարակական կարծիքի, բայց այդպես է ժամանակը, պահանջը այդպես է, որ հատկապես պետք է այդ երկու արմաչակալանոց հիվանդանոցը լինի։ Երկու հիվանդանոց, որոնք միանալու են իրար, դա Գյուլբեկյանը եւ Մարզայինն է։ Նրանք գումարվելու է Սամարիթեր հիվանդանոցի եւս երկու բաժանմունք։ Այսինքն նոր հիվանդանոցը չի կարող ունենալ 3 հաշվապահություն, չի կարող ունենալ 3 տնտեսագետ, չի կարող ունենալ 3 ֆինանսիստ եւ այլն։ Ով է ղեկավարելու նոր բժշկական կենտրոնը, այս հարցը եւս առողջապահության վարչությունում չեն քննարկել։ Վերջնական որոշում ընդունելու է մարզպետը։ Հավանական է նաեւ, որ 3 տնօրեններից եւ ոչ մեկը չընտրվի այդ պաշտոնում։ Այստեղ որոշված չի, կարող է 3-ից ոչ ոք չլինի տնօրենը։ Հասկանում եք, այդ հարցը երբ չի քննարկվել մինչեւ հիմա, եւ ինչ որ առաջարկել չի եղել։ Կարող է եւ 3-ից մեկը լինի, ես չգիտեմ։ Հնարավոր է արդյոք, որ դուք ընտրվեք տնօրենի պաշտոնում։ Հարցին Սամարիթեր հիվանդանոցի տնօրեն Ռաֆիկ Խաչատրյանը պատասխանեց. «Չգիտեմ, համենայն դեպս չեմ տխրի, եթե ինձ չընտրեն»։ Իսկ մարզային հիվանդանոցի տնօրեն Սաթենիկ Բեյբությանի կարծիքով 3-ն էլ արժանի են տնօրենի պաշտոնում աշխատելու, բայց եւ հավանական է համարում, որ մարզպետը բոլորովին այլ մարդու կընտրի տնօրենի պաշտոնում։ Եվ դա իմ կարծիքն է, որ բոլորովին պարտադիր պայման չէ, որ 3-ից մեկը լինենք։ Հնարավոր է նաև կմասնակցի մեկ այլ շարժկային բժիշկ, որն ունի տարիների փորձ, ունի համապատասխան աշխատանքային ստաժ, ինքն էլ կմասնակցի, մշտույթում ինքն էլ հաղթող կճանաչվի։ Ես չեմ կարող ասել դա։ Չեմ կարող, դա իմ որոշելի հարցը չի։ Այս առումով շտաբ էլ պետք չի։ Նշենք, որ կառուցվող բազմաֆունկցիոնալ հիվանդանոցը լինելու է 200 մահճակալ հզորությամբ եւ ունենալու է 3 բաժանմունք՝ թերապևտիկ, սրտաբանական եւ վիրաբուժական։ Ինչ վերաբերում է կադրային կրճատումներին, ապա ամենայն հավանականությամբ ամեն ինչ բարձ կդառնա մի քանի ամսից, երբ հաստիկացուցակները ներկայացվեն առողջապահության նախարարության քննարկմանը։ Փայլակ Ֆարադյան, Գուրգեն Գինոսյան, Գալանյուս։